Բովուրխանի վանքը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում է, Ննգի գյուղից 3 կիլոմետր հարավ-արևմուտք։ Հայ առաքելական միջնադարյան վանական համալիրը կառուցվել է 17-րդ դարում, Բովուրխան լեռան հյուսիսային լանջին Փարթամ անտառի մեջ։ Պատմական Արցախի այս շրջանը ուշ միջնադարում Վարանդա էր կոչվում։ Վանական համալիրը Վարանդայի մելիքների ամառային նստավայրն էր։ Սարը և վանքամրոցը մելիքի անունով էլ կոչվել է Բողրխան։ Անվանումը հետագայում վերափոխվել է և դարձել Բուրուխան, Բովրխան, Բովուրխան։ Վանքը բոլորված է 40 մետր երկարությամբ պարսպով։ Պարսպի ներսում միաբանների բնակության խցերն են։ Խցերն իրար հետ չեն հաղորդակցվում, յուրաքանչյուրի մուտքն առանձին է, վանական անապատներին բնորոշ ճարտարապետությամբ։ Համեմատաբար լավ է պահպանվել արևելյան մասում տեղակայված եկեղեցին։ Այն պատկանում է հայկական թաղածածկ միանավ բազիլիկների տիպին։ Պարսպապատի արևմտյան հատվածում կլոր աշտարակ կա, ձվաձև սենյակով։ Վանքն ունեցել է նաև տնտեսական շինություններ։ Համալիրի բոլոր շենքերը կառուցված են կոպտատաշ տեղական դեղնավուն կրաքարով։ Շուշեցի հայտնի հոգևորական գիտնական Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը 19-րդ դարում այստեղ ևս 2 փոքրիկ խաչքար է նկարագրում համառոտ արձանագրություններով։ 20-րդ դարում Արցախն ադրբեջանական բռնայուրացումից ազատագրելուց հետո վանքում խաչքար չի հայտնաբերվել։ Անաղարտ է սակայն ազգագրագետ Բարխուդարյանի նկարագրած միջավայրը։ Անտառապատ է վանքից շուրջն, որն ունի պատվական ջուր և օդ։ «2023 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Բովուրխանի վանական համալիրը հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է։